SMM այն չի, ինչ դուք պատկերացնում եք։ Երևի թե 90% այն մարդկանց, որոնք որոշում են դառնալ SMM մասնագետ, հա, պատկերացնում են հետևյալ կերպ։ Այդպես պատկերացրել եմ նաև ես։ Որ կարող ես անցնել կուրս եւ պարզապես դիմել որևէ գործակալության կամ որևէ կամպանիայի եւ վերցնել իրենց պրոյեկտը եւ հերթությամբ աշխատել ձեր գումարը։ Ամեն բան այդպես չի։ Ցավոք սրտի։ Ես կասեմ ինչ արգելքների միջով է անցնում յուրաքանչյուր SMM մասնագետ, ինչպես կարելի է գտնել առաջին գործատուին, ինչ փուլերով է պետք անցնել, ինչ է իրենց ներկայացնում առհասարակ SMM մասնագետը, որովհետև էլի շատ տարբեր են կարծիքները SMM մասնագետը ինչ պետք է անի, ինչ չպետք է անի, եկեք բոլոր հարցերին փորձենք պատասխան տալ։ Երևի թե հետաքրքրող հարցին պատասխանենք, ինչ պետք է անի SMM մասնագետը։ Երևի թե սկսենք նրանից, որ SMM մասնագետը reel-maker չի։ Բայց կա այստեղ շատ մեծ բայց։ Եթե դուք որոշել եք առանձին գործունեություն ծավալել, այսինքն չաշխատել որևէ агентствоյում, հա, եւ վերցնել ձեր պրոյեկտը, եւ այդ պրոյեկտի շրջանակում դուք դեռ պատրաստ չեք reel-maker-ին վճարել առանձին գումար, այդ պարագայում միանշանակ ճիշտ է, որ դուք պետք է կարողանաք making-ով զբաղվել, այսինքն սովորել reel-making, նկարել, մոնտաժել ու արդեն տեղադրել, որը SMM մասնագետի ուղիղ պարտականության մեջ է մտնում։ Բայց միանշանակ եթե խոսում ենք SMM մասնագետի ուղիղ պարտականությունների մասին, ոչ, SMM մասնագետը պարտավոր չէ իմանալ reel-making։ Բայց ես կարծում եմ ընդհանուր զարգացվածության համար այնուամենայնիվ հիասքանչ է, երբ դու գիտես ավելին, քան մյուս մասնագետները։ Մեկ, երկրորդը, դու կարողանում ես ուղղորդել reel-maker-ին, հա, թե ինչպես նա կարող է ստանալ այն, ինչ դու ուզում ես ստանալ, իսկ երբ դու բացարձակ տեղյակ չես ինչ է իրենց ներկայացնում making-ը կամ ինչպես կարելի է ստանալ այս կամ այն կարտինկան, դու չես կարող ուղղորդել մարդուն։ Դու կարող ես ուղղորդել միայն այն բանում, որում դու ինչ-որ մի բան ես հասկանում, հա։ Այդ տեսանկյունից կարելի է ասել, որ որոշակի գիտելիքներ այնուամենայնիվ պետք են։ Գոնե պետք է հասկանաք, թե ինչպես նա կարող է ստանալ այն, ինչը դուք այնուամենայնիվ ուզում եք ստանալ։ Այսպիսով, ինչ է մտնում SMM մասնագետի պարտականության մեջ։ Առհասարակ, եթե դուք աշխատելու եք агентствоյի շրջանակում, որի փորձը ես միանշանակ ունեցել եմ, հա, ուզում եմ ասել, որ ի սկզբանե ես կարծում էի, որ այդ փուլը կարելի է անցնել, այսինքն агентствоյում չաշխատելով, դու կարող ես քոնը ստեղծել, բոլոր այդ տարբերակները գործող են։ Կախված է ինչպիսի ստրատեգիա եք դուք մշակել ձեր զարգացման համար, հա, եւ կարեւոր է թե ինչ արդյունք եք ուզում ստանալ եւ ինչ ժամանակահատվածում։ Агентствоյում աշխատելու դեպքում ինչպիսի ունակություններ են ձեզ հարկավոր։ Եկեք սկսենք այս կետից։ Ստվաները հիմնականում ինչպես են աշխատում։ Չեմ քննարկում ու քննադատում, դա կքննարկենք հաջորդ վիդեոյում, հա, թե ինչպես են իրենք աշխատում, որքանով է դա ռեալ, որքանով է դա էֆեկտիվ, բայց այնուամենայնիվ ինչ է հարկավոր իմանալ, եթե դուք աշխատում եք агентствоյում։ Агентствоյում, հա, այդ կազմակերպության շրջանակում հիմնական ունակությունները, որ ձեզ անհրաժեշտ են, առաջինը՝ կոնտենտ պլանի կազմումը։ Կոնտենտ պլանի կազմումը միանշանակ այստեղ սկսվում է միանշանակ վիզուալ կոնցեպցիայից, հա, ինչպես եք վիզուալը պատկերացնում տվյալ բրենդի, իրականում ամենաճիշտ տարբերակը, որը կարելի է ենթադրել, պետք է լինել, այսինքն պետք է սկսել իրականում ռազմավարությունից, որովհետև ռազմավարությունից ենթադրելով է ստեղծվում կոնտենտը, այսինքն հիմնականում агентствоները շեշտը դնում են վիզուալ կոնցեպցիայի եւ գեղեցկության վրա որպես այդպեսին, բայց որպես այդպեսին իրենք ճիշտ չեն համարում եւ շատ որպես այդպեսին ժամանակ եւ ռեսուրսներ չեն տրամադրում ռազմավարության արդյունքում ստեղծված կոնտենտի վրա, որը չափազանց սխալ է, որովհետև վիզուալ կոնցեպցիան, որը դուք ստեղծում եք բրենդի համար, ինքը կարող է շատ գեղեցիկ լինել, բայց այնուամենայնիվ, եթե տվյալ բրենդի կազմակերպության համար ամենակարևոր կրիտերիան եւ նպատակը վաճառքն է,
Այդ դեպքում դուք չեք կարող ապահովել բրենդի համար որևէ վաճառք, որի հետևանքով դուք կորցնում եք կլիենտին, աշխատելով անգամ ագենտստվայի շրջանակում։ Այնուամենայնիվ, բայց այստեղ եւս մի բայց կա, եթե բիզնեսմենը ցանկանում է բրենդ ստեղծել որպես այդպեսին, այս կոնցեպցիայում ենթադրում է, որ դուք կարող եք վիզուալ գեղեցկությունը ապահովելով տալ վաճառք, այսինքն տվյալ պարագայում վաճառքը լինում է հետևանք եւ ոչ նպատակ։ Երբ վաճառքը նպատակ է եւ բիզնեսմենի համար կարեւոր չէ դուք այդ նպատակին ինչպես եք հասնում, իսկ այդպիսի բիզնեսները բազմաթիվ են մանավանդ Հայաստանի շուկայում, կարծում եմ բոլորս եմ մասնագետները առնչվել են դրան, այդ պարագայում այլ է, բայց երբ բիզնեսմենը արդեն որոշակիորեն մարքեթինգից ունի գաղափար եւ ունի բրենդ ստեղծելու սկզբունք եւ նպատակ, այդ պարագայում նա արդեն հասկանում է, որ վաճառքները կարող են լինել հետևանք, եթե ստեղծվում է հզոր բրենդ, բայց երբ նրա նպատակը միայն վաճառքներն են, այստեղ ուրիշ ստրատեգիա է, իսկ բրենդի ստեղծման դեպքում արդեն բոլորովին այլ ստրատեգիա է։ Մեջքս ցավում է։ Ինչպիսի զոհաբերություններ անուն կոնտենտի։ Շատ կարևոր հանգամանք յուրաքանչյուր ագենտստվայի համար՝ արագություն։ Սա շատ կարևոր է ագենտստվայի համար, որովհետև ձեզ հանձնարարվելու է 5-ից 6 պրոյեկտ, երբեմն էլ ավելին, եւ դուք պիտի կարողանաք շատ արագ կողմնորոշվել եւ շատ արագ գործել։ Եվ եթե դուք դեռ չեք զարգացրել time management-ը, ուրեմն ժամանակն է դա անել։ Ու այստեղ այս սկզբունքը ունի իր վատ հետևանքը, որն է վատ հետևանքը, այն է, որ դուք ամեն դեպքում կորցնելու եք որակ։ Եթե չեք կարողանում որակը եւ արագությունը համատեղել, իսկ դա չափազանց բարդ է, երբ դու աշխատում ես ոչ թե 1 եւ 2 պրոյեկտի վրա, այլ 7 պրոյեկտի վրա։ Այնպես որ սա ունի նաեւ իր բացասական կողմը եւս։ Վիզուալ ճաշակ։ Սա եւս շատ կարևոր կետ է յուրաքանչյուր ագենտստվայի համար, որովհետեւ եթե դուք չունեք վիզուալ ճաշակ, միանշանակ դուք ագենտստվայի համար հավելյալ խնդիրներ եք ստեղծում։ Ինչու, որովհետեւ այնուամենայնիվ ձեր յուրաքանչյուր դրական կողմը ի նպաստ է ծառայում տվյալ ագենտստվային եւ հակառակը։ Եվ այն դեպքում, երբ որ ձեր վիզուալ ճաշակը բարձր չէ, այդ պարագայում իրենք ստիպված են նաև ունենալ հավելյալ որևէ դիզայներ, որը ձեզ պետք է առաջնորդի, իսկ դա բնականաբար հավելյալ ծախս է, որը որ սովորաբար ագենտստվաները չեն կարող իրենց թույլ տալ։ Հաջորդ կետը էլի շատ կարևոր կետերից մեկն է, դա ads manager-ի իմացությունն է։ Այնուամենայնիվ ագենտստվաների մեծամասնությունը ունեն իրենց գովազդնիացնող։ Դեր իմ ասված։ Մոռացել եմ։ Ով է գովազդնիացնում։ Ունի տարգետոլոգ, բայց այնուամենայնիվ լինում են այնպիսի դեպքեր, իրավիճակներ, երբ ձեր իմացությունը պարտադիր է։ Հետևաբար, որպես մասնագետ, իմանալը տարական գովազդի միացման ձևը նախընտրելի է նաև ավելի խորը ուսումնասիրությունը, պարտադիր է։ Իրականում, եթե դուք առանձին գործունեություն եք ծավալում, սա պարտադիր է, որովհետև դուք վերցնում եք պրոյեկտը, դուք միացնում եք այդ պրոյեկտի շրջանակում, դուք միացնում եք նաև գովազդ։ Հետևաբար դրա լիիրավ իմացությունը պարտադիր։ Արագ կողմնորոշվելու ունակություն։ Իրականում երևի թե չկա մի որևէ գործունեություն, որտեղ այս կետը չօգնի որևէ գործունեություն տավալելիս, արագ կողմնորոշվել է, թե ինչպես պետք է գործել այս իրավիճակում, ինչ կարելի է փոխել, ինչը կարելի է բարելավել, ինչով կարելի է փոխարինել, ինչ կարելի է հաճախորդին ասել,
ընդ որում երբեմն հաճախորդների հետ շփումը եւս այդպիսի մի կարևոր պահանջմունք է ենթադրում, հա, արագ կողմնորոշվել, ինչ պատասխանել, որպեսզի հաճախորդը միանշանակ գոհ կամ նկարահանումների շրջանակում, հա, նկարահանումների ժամանակ ինչով կարելի է փոխարինել, եթե այս կադրը չենք կարողանում ենթադրենք ֆոտոսեսիայի ժամանակ ստանալ, ինչով կարելի է փոխարինել, տեղում պետք է կարողանաք կողմնորոշվել, ինչը կարելի է ինչով փոխարինել, այս նկարը չի ստացվում այս պայմաններում, ինչով կարելի է փոխարինել, որպեսզի կարողանաք ստանալ այն կոնտենտը, որը որ դուք ուզում եք ստանալ։ Եվ ամենակարևոր կետերից մեկը կոմունիկացիա։ Առհասարակ ինչպիսի գործունեություն էլ դուք ծավալեք, միևնույն է, ձեզ պետք է ճիշտ կոմունիկացիա։ Դուք պետք է կարողանաք կոմունիկացիա հաստատել հաճախորդների հետ, ձեր թիմակիցների հետ։ Դա չափազանց բարդ է, երբ նամանավանդ առհասարակ խմբում աշխատելը չափազանց բարդ է եւ անկեղծ եմ ասում, ոչ բոլորի համար, որովհետեւ դու պետք է կարողանաս բոլորի հետ լեզու գտնել, երբեմն զիջել, երբեմն չզիջել, նաեւ չզիջել, գալ հայտարարի, բայց այնպես, որ ձեր պրոյեկտը ամեն դեպքում չտուժի դրա արդյունքում։ Այսինքն նպատակը դա է, որ դու կարողանաք ստեղծել մի իրավիճակ, որի դեպքում պրոյեկտը դուրս է գալիս հաղթանակած։ Իհարկե, դուք առիթ եք ունենալու նաև պրոյեկտների շրջանակում հանդիպել բիզնեսմենների հետ։ Պետք է կարողանաք ապացուցել բիզնեսմենին, որ դուք վստահելի եք, հա, այսինքն ձեր կոմունիկացիան միայն կարող է հաստատել այն փաստը, որ ձեզ կարելի է վստահել։ Եվ սովորաբար շատ բիզնեսմեններ անգամ ագենտստվաների շրջանակում կարող են հրաժարվել մասնագետից, որովհետև իրենք չզգացին որևէ հանգամանք, որի դեպքում իրենք վստահում են տվյալ մասնագետին։ Դա չափազանց կարևոր է, իսկ դա կարելի է իրականացնել միայն մի դեպքում, երբ դուք աշխատում եք ձեր կոմունիկացիայի հմտությունների վրա, փորձում եք կատարելագործել, փորձում եք գտնել սխալ կողմերը եւ փորձում եք շտկել դրանք։ Մինչ այսօր ես աշխատում եմ իմ բոլոր թերությունների վրա, փորձում եմ դրանք շտկել, ու դա բոլորովին նոր։ Դուք 5 տարվա մասնագետ եք, դեռ չի նշանակում, որ դուք չպետք է անալիզ անեք ձեր գործողությունները, ձեր վերաբերմունքը, ձեր կոմունիկացիայի հմտությունները, միշտ կա կատարելագործվելու տեղ, միշտ կա կատարելագործվելու տեղ։ Այնպես որ կանգ մի առեք, որ փուլում էլ որ դուք լինեք։